Ամանորի նախաշեմին քաղաքի համարյա բոլոր վաճառակետերում կարելի է տեսնել պայթուցիկներ, հրավառություններ։ Երեխաների համար այն մեծ վտանգ է հանդիսանում, սակայն տոնը առանց հրավառության նման չէ տոնի։ Ինչպես օգտվել այս ամենից, որ լինի ճիշտ, եւ արդյոք այն կարեւոր է, բնակիչների կարծիքը այս մասին։ Պայթուցիկները, քանի որ ամանոր է, երեխաներուն ամենասիրած օրերը մեկն է, ես անձամբ եւս սիրում եմ այդ հատկապես այդ պայթուցիկին հոտ նոր կուքա, իսկական նոր տարին կսկսվի։ Բայց քանի որ պետք է շատ զգուշ լինենք, երեխաները զգուշ չեն գարնալի, որովհետեւ երեխաների համար ձենը հերիք է խոսքին։ Ու դեր կտարակի, ինչա կտարակի, լիժբե այդ ձենը կա։ Լիժբե մարդուն ոտքերում տակցագեն, մարդու ծվախեցնեն, իրենք ուրախանան, իրենց համար ամենամեծ բանն է։ Բայց քանի որ այդ ամեն ինչու մեջ պետք է ծանողները ուշադիր լինան, թող ծանողները ուշադիր լինեն։ Դե երեխաներուն համար ինչ կա։ Երեխաներուն հետ ինչ ծախպես հետիկա կենեն։ Բայց ամենամեծ լավ օրերը մեկն է, չես կրնա արկել է։ Որովհետև երեխաներուն սիրած ամենա խոսքին տոբրակ ցագելն է, տունը գեշտան խելեբուշ կանգեցագեն դոբրգին հետ։ Դա իրենց համար մեծ հիշողություն կլինի, քնացին այդ մարդուն տունը վախեցուցի, սմաներ այնանք երա։ Դա համար ասենք էդիկ չես կրնա արկել է։ Եթե զգուշ դալ լինաս, ուշադիր դալիս ցանող որպես պետք է ուշադիր լինես, թե չէ այդման վտանգավոր վտանգ ներկայացնելը անպայման։ Խելեբուշկան ձերքի մեջ չի կարելի պայթեցնել, սայլութը չի կարելի ձերքի մեջ պայթեցնել։ Իհարկե դուք վտանգավոր են, բայց ամեն ինչը պետք է զգուշորեն անես։